Եթե չհաջողվի ընդդիմությանը նորից իշխանության գալ եւ Նիկոլ Փաշինյանը Երկիրը կկործանվի, ազգային ժողովը բան եմ հարցնում, չեք թողում հավաքել։ Նորից վերցնելու են մանդատներ, ընդդիմադիրները գալու են նորից Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն, նորից 4 տարի հետո ասեն զզվեցինք։ Դե ժամանակը կգաք խոսենք, ես հիմա դրա մասին չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով այդ առանձին հարց է։ Եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, մենք կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողով, այլ միլի մեջլիս։ Հիմա այդ միլի մեջլիսում թող որոշեն, եթե իսկապես դառնում է այնպիսին, որ սա միլի մեջլիս է, աշխատել իմաստ ունի, թե չունի։ Սա կորոշեն ընտրություններից հետո։ Այսինքն գնանք կախվենք, հա, որպեսզի ընդհանրապես չափվենք, որ բոլորին բավարարենք։ Դե եք ասում, դուք ձեր ասածը դա է։ Որովհետև եթե մարդը չի աշխատում եւ նման հետեւաբար։ Իսկ ով ասում չեք աշխատում, դա ինչ եք անում։ Աշխատենք ինչ անենք։ Միլի մեջլիսում, ես ասում եմ միլի մեջլիսում աշխատել անիմաստ է դառնում։ Թե հա թողեն կմտածեն, մտնեն, թե չմտնեն, դե ես եմ ասում եմ, կգա այդ ընտրության ժամանակը եւ կորոշեն մտնեն միլի մեջլիս, թե չմտնեն։ Չէ, նախ գլխավոր պատճառն է, որ կուսակցության ներկայացուցիչն եմ ես, եւ կուսակցության ներկայացուցիչը այնքան ծանրաբեռվածություն ունի, որ արդեն ես դժվարանում եմ համատեղել եւ իսկապես պրոբլեմատիկ է դա։ Մեր կուսակցությունը սովորական կուսակցություն չի, համաշխարհային կառույց ունենք 30-ից ավել երկրներում ներկայություն, իսկ բյուրոյի ներկայացուցիչը ըստ էության այդ ամբողջ կառույցի ղեկավարումը պետք է համակարգի, հա? Ինչ է։ Նորա դարել ծառապերված։ Բաբանո ներկայացուցիչ նոր եմ դառել էլի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրների մասին ընդդիմություն է եւ ընդդիմադիր շրջանակները փուչիկ են փչել եւ ամեն ինչ հրաշալի է։ Այդուք ինչ փաստարկներով կհակադարձեք, որ իսկապես կա խնդիր հայ-ռուսական։ Ես նոր դրան պատասխանեցի, դուք մի քիչ ուշ եկաք, այդ հարցին պատասխանեցի, շատ հստակ է դա։ Մենք նորից ենք կրկնում, որ պետք էր գնալ եւ քաղաքականությամբ։ Այն ինչ որ կատարվել է կամ տրամաբանություն է եւ հստակ քայլերը դա են ցույց տալիս, այն բոլոր հայտարարությունները հակառուսական տրամաբանությամբ։ Ես չեմ տեսել մի անգամ այդ դանակը հասել է ոսկորին, որ հանդիպմանը ուղիղ հրապարակային ժուրնալիստների ներկայությամբ այդքան բաց տեքստով բացատրվի մեր իշխանություններին, թե ինչ է նշանակում Ռուսաստանի հետ կապերի վատթարացումը։ Եվ եթե դա այդպես չի, այդ խոսույթը ինչու առաջացավ, այդ հաստատումները նախագահի մակարդակով Ռուսաստանի Դաշնության ինչի հրապարակային արվեցին, այդ բոլոր հարցերը իսկապես օրակարգի վրա առաջացել են այս իշխանությունների պատճառով, չէ՞։ Իրենք եկել են ժողովրդի աչքին թոզ փչելու, սա է հարցը, գիտեք ինչ, շատ պարզ բան կա։ Իրենք մինչև հիմա բոլոր տեղերում մենակ այդքանը բավարար է, չէ, հասկանալու համար, թե սրանք ինչ քաղաքականություն են վարել։ Բոլոր տեղերում ընդդիմությանը ներկայացրել են եւ ներկայացնում են որպես Ռուսաստանի ագենտներ։ Մենք Կրեմլի ագենտ ենք դիտվում։ Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր այսօր ոտնձգություններ են իրականացնում նրանց իրավունքների հանդեպ, մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող եվրոպական կառույցները աչքը փակում են մի պարզ պատճառով դրա դիմաց, որովհետև համարում են, որ ռուսական ագենտների նկատմամբ է դա կատարվում։ Այսինքն պաշտպանվում են մարդու իրավունքները մենակ յուրայինների։ Իսկ եթե դու օտար ես, իրանց քաղաքականությունը չես ընդունում, այդ ժամանակ դու դառնում ես, այո, անպաշտպանված, չպաշտպանված։ Եվ սա օգտագործել են այս իշխանությունները։ Նույնը կիրառել են նաև եկեղեցու նկատմամբ, չէ՞։ Հայտարարում են, որ եկեղեցին KGB-ի ագենտներ են։ Այսինքն սրանով այն բոլոր պրակտիկան, որ գոյություն ունի նույն Եվրոպայի խորհրդում, կրոնական կազմակերպությունների ինքնավարության եւ այլի հետ կապված նախադեպեր կան, ընդունված վճիռներ կան մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այդ նախադեպերն անգամ չեն կիրառվում Հայաստանի պարագային։ Ինչու՞, որովհետեւ նրանք թեթև ձեռքով սրանց համարվել է, որ սրանք Կրեմլի ագենտներ են։ Եվ նրանք էլ այսօր պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։ Հասկանում եք, պատերազմում ինչպես պատերազմում, ալագեղ կամ ալագեղ։ Հիմա իրանք էլ այդ պատերազմի տրամաբանությամբ ինչու՞ պիտի պաշտպանեն ինչ-որ մեկի մարդու իրավունքները, երբ որ այդ մարդը իր հակառակ ճամբարում է գործում, իրենց դեմ է գործում, ըստ սրանց ներկայացրածի։
Էս է իրականությունը։